իշխանությունները չբարկանան ինչ Արցախ, ինչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրքրում, միայն իշխանության բարեհաճությունը։ Իհարկե նրա բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի են։ Այսինքն այս տականքը, այս Վազգենը այն գլխից է եղել սատանայապաշտ, ուրացող, Արցախ ծախողների կողքը, Արցախ ուրացողների կողքը, Հայաստան ուրացողների կողքը, եւ ճիշտ ասած երեք օրինակ թիրախում են իրեն էր վերցել Երվանդ Բոզոյանը, որ մենք պետք է թերևս, չգիտեմ, բոլորն էլ արժանի են պարսավանքի այս 10-ն, բայց նրանց մեջ կան այն իրենց վրա վերցրած այս սատանայական, հուդայական պիղծ գործը ամենի շատ իր վրա թերևս վերցրել է դե հայտնի Կճոյանը եւ այս տիրադավ Վազգեն Սրբազանը, որը հիմա շատ բաներ դե ջրի երես դուրս կգա եւ իր թալանացի մասին եւ նիկոլական լինելու մասին, սատանապաշտ լինելու մասին եւ այսպես